Թեպետ Հայաստանի շատ տարածաշրջաններում մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսական արտադրություններում կանանց մասնակցության մասնաբաժինը զգալիորեն պակաս է տղամարդկանց համեմատ։ Բացի այդ, մի շարք պատճառներով կանայք այս ոլորտում ավելի խոցելի են։ Իսկ ինչպես է որոշվում կանանց խոցելիությունը։ ՄԱԿ-ը ունի հստակ սահմանում, որ որոնք են խոցելի կանայք, այսինքն խոցելի կանայք դրանք այն կանայք են, ովքեր հանդիպում են, անընդհատ առնչվում են բազմաթիվ խնդիրների։ Այսինքն դա կլինի աշխատավայրում, դա կլինի իրենց անձնական հարաբերություններում, դա կլինի, ասենք օրինակ, իրեն հաշմանդամության հետ կապված տարեց կանայք, որոնք մենք գիտենք, որ տարեց կանանց խնդիրները նաև շատ է, ես արդեն նշեցի երիտասարդ տարիքում նրանք աշխատել են գյուղատնտեսության ոլորտում, բայց չունեն որևէ երաշխիք, որ կարող են մեծ տարիքում թեկուզ այդ մի քիչ թոշակը ավելանա, եւ նման կանայք բավականին խոցելի են, հատկապես գյուղական վայրերում, եւ ուզում եմ նշել նաեւ խոցելի են հատկապես այն կանայք, ովքեր այրի են, այսինքն կորցրել են իրենց ամուսնուն, միայնակ են կամ նրանց ամուսինները ասեն գտնվում են արտերկրում։ Կանաչ Արահետ հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն եւ կայուն գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյանը նշում է, որ մինչ օրս կանանց համար գյուղատնտեսական ոլորտում առկա են լուրջ մարտահրավերներ, հատկապես այն կանանց դեպքում, որոնք չունեն վճարովի աշխատանք։ Նրանք աշխատում են ամեն օր, գրեթե գիշեր ու ցերեկ, այսինքն զբաղվում են տնային տնտեսությամբ, երեխաների խնամքով, այգիների խնամքով, վերամշակում, պահածոյացվում։ Պատկերացրեք, երբեմն ամուսնացել են ավելի փոքր տարիքում, որևէ կրթություն չունեն եւ գալիս է մի պահ, երբ որ ինքը զգում է այդ կրթության կարեւորությունը, այդ վերապատրաստումների կարեւորությունը, բայց հոգսերը այնքան շատ են, տնային հոգսեր, աշխատանքներ, որ եթե նույնիսկ ընտանիքում թույլ տան կամ աջակցեն, որպեսզի ինքը գնա ուսուցումներին, պարզապես նա չունի այդ ժամանակը։ Ավելին, այս կանայք ֆինանսապես եւ սոցիալապես պաշտպանված չեն, քանի որ իրենց կատարած աշխատանքի համար հետագայում չեն ստանում կենսաթոշակային հավելավճար կամ բժշկական ապահովագրություն։ Բացի այդ, շատ հաճախ կանայք պարզապես հասանելիություն չունեն ռեսուրսներին, քանի որ չունեն սեփական հող կամ բնակարան։ Կանանց աջակցելու համար Սարուխանյան կազմակերպությունը մշակել է հատուկ կրթական ծրագրեր, որոնք իրականացվում են դրամաշնորհային հիմունքներով։ Երբ որ ցանկանում են երիտասարդ կանանց հետ ծրագրեր իրականացնեն, սակայն այստեղ կա մի պարտադիր գործոն, որ պետք է ունենան սեփական ինչ-որ հողատարածք, որպեսզի մենք եւս երաշխիք ունենանք, որ դա կապահովի կանանց բիզնեսի կայունությունը, եւ այդ կանայք պարզապես չգիտեն ինչ անեն։ Մի երկրորդ ցավալի հարցը, նրանք չեն կարող դիմել բանկերին վարկավորման համար։ Դուք գիտեք, բանկը որպես երաշխիք ցանկանում է, որ ունենաք սեփական հողատարածքը, սեփական ռեսուրսները, որպեսզի բանկն էլ վստահ լինի, որ այդ տրամադրված գումարները կարող են հետ վերցնել։ Նաև կանայք խոցելի են այն առումով, որ չունեն որոշումների կայացման հնարավորություն։ Տեսեք, եթե նրանք հատկապես ապրում են գյուղում, երբեք չեն կարող մասնակցել թեկուզ համայնքային կամ գյուղական որոշումների կայացմանը, բարձրացնել իրենց հարցերը։ Իրանց մասին նյութ եմ նկարել։ Երիտասարդ կանայք, հատկապես երեխա ունեցող, նույնպես ունեն դժվարություններ։ Կա նաև որոշակի սեռային խտրականություն, այն առումով, թե ինչ աշխատանք կարող է կատարել կինը։ Եթե գնում ենք շատ տեղեր, ասում ենք եկեք այս կոմպոստի պատրաստումը կամ այս սայլակը կինը պետք է դանի, այս ծառը կինը պետք է տնկի, բոլորը մի տեսակ չեն թողնում կամ ասում են չէ, դա տղամարդկային աշխատանք է, տղամարդու աշխատանք է, ոչ, դա ընդհակառակը, նույնիսկ այդ շարժումը, այդ ծառատունկը, ինչու՞ չէ, նաև տրակտոր վարելը, նման աշխատանքները դա նաև կանացի աշխատանք է, եւ ես չեմ կարծում, որ մենք պետք է տարբերություն դնենք։ Կարծրատիպերը կփոխվեն, եթե փոխվի մտածելակերպը, ասում է Սարուխանյանը։ Կանայք երբեմն հասկանալով գյուղատնտեսության ակնկալվող եկամուտները, նրանք կարողանում են ավելի արագ կողմնորոշվել, որովհետև նրանք մի քիչ էնտուզիաստ են, ավելի ոգևորվող, եւ երբ որ տղամարդը նկատում է, որ արդեն կինը այդ 500 մետր օրինակ ազնվամորուց արդեն մի քանի 100,000 եկամուտ է ստացել, ինքն էլ միանում է եւ միասին արդեն սկսում են զբաղվել արդյունավետ գյուղատնտեսությամբ։
Վերջին տարիներին ավելի ու ավելի ակտիվորեն կանայք սկսել են իրենց գյուղատնտեսական հողերը վերածել բիզնես նախագծերի, հաճախ զբաղվելով բարձր բերքատվություն ունեցող բուսաբուծությամբ։ Օրինակ, երբ որ մենք գյուղատնտեսության հետ կապված աշխատում ենք տղամարդկանց հետ կամ խոսում ենք նրանց հետ, նրանց մոտ անպայման մեծ հեկտարներ են, տասնյակ հեկտարներ են, գյուղատնտեսական մեծ գործիքներ, տրակտորներ, մշակություն, պտղատու ծառերի, ապա կանայք ավելի փոքր տարածքներից երբեմն հնարավոր է ստանալ ավելի շատ եկամուտ, քան մի քանի հեկտար, ասենք, կարտոֆիլից կամ ցորենից։